Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ճաղերի հետևում է։ Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործչին ձերբակալեցին այսօր վաղ առավոտյան փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու եւ ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություններ ունենալու կասկածանքով։ Թուրքական դատախազությունը պնդում է, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը գործարարներից կաշառքներ է ստացել, որոնք հետագայում փոխանցվել են Իմամօղլուի վերահսկողության տակ գտնվող ընկերություններին, մասնավորաբար շինարարական ֆիրմաներին։ Իմամօղլուի տանն իրականացված խուզարկությանը զուգահեռ ոստիկաններն այսօր մուտք են գործել նաև Ստամբուլի քաղաքապետարան, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվն այս պահին հասնում է 100-ի։ Ստամբուլի քաղաքապետի կինը Դիլեք Իմամօղլուն սակայն վստահ է, իր ամուսնու հետապնդումը զուտ քաղաքական է, ներկայացվող մեղադրանքներն էլ որևէ հիմք չունեն։ Պնդումները, թե իմ ամուսինն առնչություններ ունի քրեական կամ նույնիսկ ահաբեկչական կազմակերպությունների հետ, ուղղակի ծիծաղելի են։ Դա ուղղակի անհնարին է։ Արդեն 20 օր է, ինչ սոցիալական ցանցերում մի խումբ մարդիկ ամուսնուս մասին սուտ տեղեկություններ են տարածում։ Ես սակայն վստահ եմ, իրականությունն ի վերջո բացահայտվելու է։ Իմամօղլուի շուրջ վերջին զարգացումները սակայն այնքան էլ անսպասելի չէին։ Վերջին օրերին իշխանամետ մամուլն ու սոցցանցերի էրդողանական հատվածը հակաքարոզչական արշավ էին նախաձեռնել Ստամբուլի քաղաքապետի դեմ։ Ներկայացվող մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ նրա 1990 թվականին Ստամբուլի համալսարանից ստացած դիպլոմը կեղծ է։ Երեկոյան Ստամբուլի համալսարանը չեղարկեց Իմամօղլուի դիպլոմը, հայտարարելով, թե 35 տարի առաջ այն խախտումներով է տրվել։ Ստամբուլի քաղաքապետի թիմակիցները, Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ժողովրդահանրապետականի անդամները համոզված են, տեղի ունեցողը հեղաշրջում է, որի նպատակը 2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ամենաուժեղ թեկնածուին շարքից հանելն է։ Սա ոչ թե Իմամօղլուի համալսարանական դիպլոմի, այլ Թուրքիայի սահմանադրության չեղարկումն է։ Որևէ մեկն այլևս որևէ երաշխիք չունի։ Դիպլոմ, փաստաթուղթ, բանկի հաշվեհամար, որևէ բան այլևս երաշխիք չէ։ Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, հեղաշրջման փորձ է։ Եթե նախկինում Թուրքիայում դասական հեղաշրջումներ էին տեղի ունենում, ապա այսօրվանը կանխարգելիչ հեղաշրջում էր, որի ընթացքում թիրախավորվել է երկրի ապագա նախագահ։ Halkın belirlememesi için geleceğin Cumhurbaşkanı'na darbe yapıyorlar. Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի այս հայտարարությունը չափազանցություն չէ։ Փետրվարի վերջին անցկացված սոցհարցումները վկայում են, որ եթե ընտրությունները հիմա կազմակերպվեին, ապա առաջին փուլում առավելագույն թվով քվեներ կստանային գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էքրեմ Իմամօղլուն։ Երկրորդ փուլում սակայն Էրդողանը հաղթելու որևէ շանս չէր ունենա։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել թուրք ընտրողների 42, իսկ Ստամբուլի քաղաքապետի օգտին գրեթե 58%-ը։ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո նրա կողմնակիցները սկսեցին հավաքվել Ստամբուլի քաղաքապետարանի մոտ, վանկարկելով «Օրը կգա եւ արդարություն ու զարգացում» կուսակցությունը պատասխան կտա։ Թուրքական իշխանություններն առայժմ փորձում են կանխել ընդդիմության աջակիցների բողոքի ակցիաների տարածումը։ Նախագահ Էրդողանի կողմից նշանակված Ստամբուլի նահանգապետը հրահանգել է մինչև մարտի 23-ը քաղաքում եւ դրան հարող բոլոր շրջաններում արգելել ցույցերն ու հանրահավաքները, ինչպես նաեւ փակել քաղաքի կենտրոնում գտնվող մետրոյի կայարաններից մի քանիսը ցուցարարների հոսքը կանխելու նպատակով։ Չնայած այս սահմանափակումներին օրվա երկրորդ կեսին Ստամբուլի համալսարանի հարյուրավոր ուսանողներ փողոց դուրս եկան։ Ոստիկանությունը սակայն նրանց դեմ հատուկ միջոցներ, այդ թվում արցունքաբեր գազ կիրառեց։ Մայրաքաղաք Անկարայում ժողովրդահանրապետական կուսակցության կենտրոնակայանի մոտ իրադրությունն ավելի հանդարտ էր։ Այստեղ հազարավոր ընդդիմադիրներ էին հավաքվել, սրան զուգահեռ խորհրդարանի շենքում հայտարարությամբ էին հանդես գալիս ընդդիմադիր падգամավորները։ Նրանք տեղի ունեցածը քաղաքացիական հեղաշրջում որակեցին, իրենց հավաքն էլ ավարտեցին միայն միասին կա փրկություն վանկարկումներով։
Ինքը Ստամբուլի քաղաքապետը երեկոյան կողմ փաստաբանների միջոցով կարողացավ դիմել իր աջակիցներին ձեռագիր երկտողով։ Դրանում Ստամբուլի քաղաքապետը պնդում էր մեջբերում. «Մեր ժողովուրդն արժանի պատասխան կտա այն բոլոր ստերին, որ տարածվում են, այն բոլոր դավադրություններին, որ նյութվում են, եւ այն բոլոր ծուղակներին, որ լարվում են»։